ընդհանրապես որևէ բան չկա, որից իրենք կարող են կարճել եւ էլ ավելի շուլալել, կարել, ծաղկացնել եւ մեծացնել, ինչ որ ահասարսուր, չգիտեմ ինչ մեղադրանքներ ներկայացնել, եւ սա ակնհայտ քաղաքական հետապնդում է։ Եվ իմ նկատմամբ, եւ մյուս քաղաքական գործիչների, իմ գործընկերների նկատմամբ դուք տեսնում եք, որ դեռևս նախընտրական փուլի չսկսված արդեն ռեպրեսիաներ էին սկսվել հիմնական ընդդիմադիր խաղացողների, այսպես ասեմ, գործիչների նկատմամբ, աջակիցներին էին բերման ենթարկում, ճնշումներ էին գործադրում, վախի մթնոլորտ էին տարածում, նախընտրական շրջանում այդ ռեպրեսիաները ավելի մեծ ուժ ստացան, իսկ ավելի մարզմատիկ բնույթ կրեցին, երբ հանրահավաքի հարթակից Վանաձորում Նիկոլ Փաշինյանը ձայնը գլուխը գցած իրավապահներին հրահանգեց, որպիսի գործ կարեն Մայր Հայաստան կուսակցության նախագահ ԲՀԿ ցուցակով падգամավորության տեխնացու երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ։ Դրանից հետո արդեն Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, դուք էլ տեղյակ եք, որ քաղաքական հետապնդումները իրականացնելու, իհարկե ինքը դա ասում է, որ բան է, հա, քրեական հետապնդման, այսպիսի շղարշի ներքո է ուզում փաթեթավորել, բայց ակնհայտ է, որ սա քաղաքական հետապնդում է մյուս ընդդիմադիր լիդերների նկատմամբ, այս ամեն ինչը շարունակվելու է, այս ռեպրեսիաները շարունակվելու են։ Նիկոլ Փաշինյանը իր ցանկալի արդյունքը այս ընտրություններով չի ստացել, որքան էլ իրենք փորձում են դա ներկայացնել որպես շատ մեծ հաղթանակ եւ երկնքից մեր ժողովրդի գլխին ընկած մանանա։ Բնական է, որ ինքը այս ամեն ինչը որքան էլ որ փորձեցին, չգիտեմ, Այվազովսկու հնարքները կիրառելով ինչ որ բաներ նկարել, հաշվել, չհաշվել, չգիտեմ, մաթեմատիկայի հետ լուրջ խնդիրներ ունենալ, հիմա էլ արդեն տեղամասերում քվեարկության արդյունքներն են չեղարկում, որպեսզի ամեն կերպ խոչընդոտեն ԲՀԿ-ի մուտք ազգային ժողով եւ իրենց համար ապահովեն իրենց բաղձալի այդ մեծամասնությունը, որ կարողանան օրինակ Ալիևի պահանջով սահմանադրություն փոխել եւ այլն, բայց միևնույն է իրենց մոտ չի ստացվելու։ Եվ իրենք չեն կարողանալու հաջողել այնքան ժամանակ, քանի դեռ կտեսնեն դիմադրություն եւ ժողովրդի կողմից եւ քաղաքական հիմնական ակտորների կողմից։ Ես շատ կարեւորում եմ, հիմա տեսնում եք, մենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ ենք եւ մենք պահանջում ենք, որպեսզի քաղաքացու քվեն չկեղծվի։ Սա պարզ ձայնագողություն է։ Մենք պիտի պահանջենք, որպեսզի այս ձայնագողությունը իրենց չհաջողվի իրականացնել եւ այդտեղ մենակ օրինակ Բարգավաճ Հայաստան կուսակցության կամ Մայր Հայաստան կուսակցության կամ որևէ մեկ միավորի առանձին վերցրած խնդիրը չէ։ Այստեղ բոլոր քաղաքական ուժերը պիտի միավորվեն, ժողովուրդը պիտի աջակցի, բոլոր այն մարդիկ, ովքեր քվեարկել են ընդդիմադիրներին, ոչ միայն Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, պիտի գան այստեղ աջակցեն, միավորվենք, որպեսզի մենք ուժ ցույց տանք, որ իրենք էլ չկարողանան գնան այս կեղծումներին։ Մանուկյան, իսկ ընդդիմադիր այլ ուժերը այսօր այստեղ աջակցելու են, ձեզ քննարկում ունեցել եք։ Ես տեղեկություն չունեմ, քանի որ այս շոու ներկայացման շրջանակներում նաև իզոլացված եմ եղել եւ կապի միջոցներ էլ չեմ ունեցել, անկեղծ տեղեկություն չունեմ, ձեզանից պիտի իմանամ, չգիտեմ, այստեղ են գալու, չեն գալու, բայց ես շատ կարեւորում եմ, որպեսզի իրենք գան, շատ կարևորում եմ, որպեսզի միասնական մենք սկսենք արդեն գործելը, որովհետև սա միայն կուսակցական հարց չէ, սա արդեն մեր երկրի լինել չլինելու հարցն է, մեր ճակատագրական, այո։ Ես տեսել եմ Իվետա Տոնոյանի հայտարարությունները, դրանից ավել տեղեկություն ես չունեմ, ճիշտն ասած։ Հա, ես չգիտեմ, անկեղծ ներեցեք, ուղղակի ֆիզիկապես իզոլացված եմ եղել, չգիտեմ զարգացումները ինչպես են եղել։ Ընդդիմության միավորումից եք խոսում, այդ հնարավորությունը այս պահին տեսնում եք, քանի որ մինչև ընտրություններն էլ ըստ էության ընդդիմադիրները չմիավորվեցին եւ միասնական բևեռներով հանդես չեկան։ Նայեք, Մայր Հայաստան կուսակցությունը բազմիցս կողմ է արտահայտվել միասնական գործողություններին եւ մինչեւ ընտրությունները մենք մեր կողմից ամեն ինչ արել ենք, որպեսզի ընտրություններին գնանք միասնական ուժերով եւ մեկ ճակատով։ Ոչ մեր մեղքով, չմանրամասնեմ թե ինչու, այդ միասնական բևեռը չի ձևավորվել եւ հնարավոր չի եղել կյանքի կոչել։ Դրանից հետո արդեն որոշում կայացրեցին, կոնկրետ Մայր Հայաստանի մասին է խոսքը, որպեսզի ձայները չփոշիացվեն եւ առանձին մասնակցություն չցուցաբերեն, գոնե հնարավորինս ավելի մեծ բևեռներով գնալ։ Դա տեղի ունեցավ եւ ինչպես տեսնում եք, իր արդյունքը տվել է։ Այլ հարց է, որ հիմա
քաղաքացիական պայմանագիրը մեր հայտնի նկարչի ձեռքերով փորձում է չեղարկել եւ ամեն ինչ անում է, որպեսզի ժողովրդի քվեն գողացվի եւ Բարգավաճ Հայաստանը կոնկրետ օրինակ չանցնի խորհրդարան, իրենք էլ այդ մեծամասնությունը խորհրդարանում կարողանան ունենան, այսինքն կեղծում են ժողովրդի կամարտահայտությունը, քվեարկությունը եւ այլն եւ այլն։ Ինչ վերաբերում է այս պահին միավորմանը, ես կարծում եմ, որ ոչ միայն շատ հնարավոր է, այլև խիստ անհրաժեշտ է, որ հիմա գոնե այդ միասնական գործողությունները իրենք կատարեն եւ միասնական որոշումներ նաեւ իրենք կայացնեն, որպեսզի միասին կարողանան պահել ժողովրդի քվեն ու թույլ չտան, որպեսզի քաղաքացիական պայմանագիրը կեղծի ընտրությունները եւ գողանա քաղաքացու քվեն։